Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Ձեր սիրված, ձեր սպասված։ Եվ դա նրանից է, որ դուք ունեք անմիջական մասնակցություն այս հաղորդումների։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ, որոնք կհամալրեն ձեր ընտանեկան կերակրացանկը։ Ամառ է եւ բանջարեղեն, շատ բանջարեղեն եւ լավ տրամադրություն ու առողջություն։ Բարեկամներ, նշեցի, որ բանջարեղեններով պիտի աղցան պատրաստենք, իսկ այդ աղցանը պիտի պատրաստենք իմ հյուրի հետ, ձեր կողմից արդեն սիրված հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, Ազնավուր ռեստորանի ավագ խոհարար, մեր եւ ձեր լավ բարեկամ Զվարթ Գասպարյան։ Ողջույն Զվարթ։ Ողջույն Սեդրակ։ Ինչպե՞ս ես։ Շնորհակալություն, լավ։ Ապրես որ լավ ես, չգիտեմ, մեր հեռուստադիտողները ավելի շատ հավանել են քո պատրաստած ուտեստները, թե քո համեստ դրսևորումները, քո այդ մասնագիտական խորհուրդները, բայց կարծում եմ, որ երկուսը համատեղվել է։ Շնորհակալություն դրա համար։ Ինչ ենք պատրաստելու այսօր։ Ես էլ եմ շնորհակալ նրանցից։ Այսօր պետք է պատրաստենք դանդուրով աղցան, դանդուր, ավելի շատ ամառային։ Ես վերցնեմ ափսեն։ Այո, խնդրեմ։ Դանդուրով աղցան եւ շատ հետաքրքիր է, որ մենք դանդուրը օգտագործելու ենք թարմ վիճակում։ Այո, չենք եփելու նրան։ Այդ դեռ երբանից ենք մենք ասում, որ չկան այնպիսի բանջարեղեններ եւ վայրի ուտելի բույսեր, որ չկարողանանք ճաշակել հում վիճակում, չէ՞։ Այո։ Լավ է, ինչ ենք անելու։ Ինձ որ օգնես կտրատես վարունգը։ Ես կկտրատեմ։ Վարունգը երկար ձողիկների։ Չէ, այնքան էլ բարակ չէ։ Այսպես լավ է։ Այո, այո։ Շատ լավ։ Այս աղցանը փորձարկված է արդեն։ Փորձել ես։ Իհարկե։ Դանդուրով աղցան։ Իմիջայլոց շատ պիտի օգտագործենք մեր բնաշխարհի հարստությունը, ուտելի վայրի բույսերը։ Բարեկամներ, դրանք հենց այնպես չէ, որ ասում ենք եւ հենց այնպես չի, որ հենց մեր բնաշխարհին է բնորոշ։ Դա մեզ համար է եւ մեր առողջության, մեր լավ տրամադրության գրավականը։ Վարունգը կտրատեցինք, լոլիկը կտրատեցինք։ Հիմա դանդուրի տերևները, այն կդնենք։ Հատիկ առ հատիկ, սա կարող է այս աղցանն էլ այն կողմերից, տատիկի կողմերից։ Գիտեք, ես շատ բան եմ հիշում, այն ինչ որ իմ տատիկն էր պատրաստել։ Իմ տատիկս երևի, այսպես ասեմ, Կիլիկիայի շրջան, հա։ Կիլիկիայի Սիսից էր, չէ՞։ Այո, Սիսեցի էր իմ տատիկս։ Ես շատ բան եմ հիշում, այն ինչ որ ինքն է պատրաստել։ Ամսական բողկը նույնպես կտրատում ենք։ Շատ հետաքրքիր բան ստացվեց, գիտես։ Մեզ լիմոնի ջուր է պետք։ Լիմոնի հյութ։ Մի քիչ աղ։ Կիլիկիայի լիմոն։ Մեր չքնաղագույն այդ երկրամասի։ Սա էլ այսպես, բավական է։ Այո։ Այսպես դու հնդածս նաև համեմեցիր, հա, ես տեսա։ Այո, աղ եմ արել միայն։ Աղով ենք համեմել։ Ահա, հիմա խառնում ենք։ Նրան կավելացնենք մի քիչ սումախ։ Սումախը սովորաբար օգտագործել են էլի որպես թթվեցնող միջոց։ Մենք լիմոն ավելացրեցինք, բայց սումախը մի ուրիշ յուրահատկություն էլ ունի, որ մի թեթև գույն է, հա, տալիս չէ։ Եթե դու գիտես, ես մեր հեռուստադիտողներին ուղղակի որոշ տեղեկություն սումախի մասին, բարեկամներ, սումախը պատրաստվում է թթու հատապտուղներից։ Այսինքն դա հստակ ընդգծված մի ինչ-որ նյութ չէ։ Կարելի է պատրաստել չոր խակ մոշից, չորացրած, աղացված, կարելի է պատրաստել
չորացված հոնի ջրից, որպես թթվեցնող։ այո, թթվեցնող, այնպես որ շատ դեպքերում երբ որ ասում ենք սումախ, սկսում ենք արդեն ընկնել այդպես մտքերի գիրկը, թե ինչ է արդյոք սումախը։ Սումախը թթու պտուղ է մանրացված։ Մենք արդեն խառնելուց հետո կավելացնենք նաև ձեթ, որպեսզի համեմունքները լավ ներծծվեն, ձեթից առաջ ենք ավելացնում եւ միայն նոր խառնելուց հետո ավելացնում ձեթ։ Հիմա կավելացնենք նաև չոր նանա։ Այո։ Կխառնենք։ Ես թարխուն եմ տեսնում, չգիտեմ, դա հենց այնպես է այնտեղ դրված, թե թարխուն պիտի օգտագործենք։ Ճիշտ ասած չենք օգտագործելու։ Չենք օգտագործելու։ Հենց այնպես ուղղակի ցուցադրել ենք թարխունը։ Վերջ, հա։ Վերջ։ Նորից հիշենք, թե ինչ արեցինք։ Լորիկ կտրատեցինք, վարունգ, դանդուրը, տերևները, մադրաշ տերևները կտրատեցինք, ամսական բողկը կտրատեցինք, համեմեցինք աղով համեմեցինք, կիտրոնի հյութով, սումախով, չոր նանայով ահա եւ ամբողջը, մի քիչ խառնենք, շատ թարմ եւ թարմեցնող համոնինա։ Վերջ, հիմա տեղադրենք ափսեի մեջ, շատ ենք խոսում ձևավորելու, մատուցելու եւ այլնի մասին, այսինքն ուտեստը արժեքավոր է դառնում կամ հաճելի է դառնում նաեւ նրա մատուցման ձևը ճիշտ ընտրելիս, չէ՞։ Այո։ Որովհետեւ սկզբում տեսնում է աչքը, հետո կշտանում ստամոքսը։ Այո, սա էլ աչքի համար մի անկյունում էսպես։ Մենք այն ամառային թեթև աղցան։ Նաև գեղեցիկ։ Նաև գուներ եւ իհարկե ես այն կծածկեմ լավաշներով։ Հացափունջը, մեր հացերի հացը։ Իմիջիայլոց դու կարող ես լսած լինես, դեռ աշխարհը շնորհակալություն չի հայտնել մեզ լավաշի հայտնագործության համար։ Չի հայտնել, բայց չի հայտնել։ Կա մի անկյուն, որտեղ լավաշ չուտեն։ Ես ինչքան գիտեմ, ես ինչքանով որ տեղյակ եմ, նույնիսկ արտասահման մեկնողներն իրենց հետ մեր լավաշն ու պանիրն են տանում։ Դե որ տանում են, ինչ է, ինչու են զլանում, գոնե մեկ անգամ ասել շնորհակալություն հայեր, որ մարդկությանը նվիրեցիք այս հրաշք հացատեսակը։ Ես հուսով եմ, որ դեռ կասեմ։ Ահա այս հիանալի աղցաններ, որ մենք պատրաստեցինք ձեզ համար հարգելի Զվարթի օգնությամբ։ Զվարթ ջան, դու ինչ կառաջարկես մեր հեռուստադիտողներին։ Ինչ ցանկություններ կուզենաս արտահայտել։ Լինեն առողջ։ Լինեն առողջ։ Եվ դանդուրով սնվեն ժամանակին։ Այո, այսքան ժամանակ դեռ ես չէր հանդիպել, որևէ խոհարար ասել սնվեք ժամանակին։ Շատ շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ, թույլ տվեք ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Զվարթին եւ ցանկանանք, որ նա այսպիսի ուրախ տրամադրությամբ, այսպիսի հպարտությամբ միշտ վերհիշի իր տատիկի պատրաստածները եւ այն պատրաստի եւ հրամցնի մեր հասարակությանը։ Շնորհակալություն Զվարթ, հարգելի հեռուստադիտողներ, այո, սնվեք ժամանակին եւ ճիշտ դա կօգնի ձեզ լինել առողջ եւ երջանիկ եւ մենք միասին ազգ կսիրենք ու հայրենիք եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Դանդուրով աղցան, կարմիր բողկ 70 գրամ, լոլիկ 100 գրամ, վարունգ 100 գրամ, դանդուր 50 գրամ, աղ, պղպեղ, լիմոնի հյութ, սումախ, չոր նանա, չոր լավաշ, բարեախորժակ։